Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 2-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ինչպես տևական ժամանակ այդպես եղել է ու լինելու է թիվ 1 օրակարգային հարցը ուկրաինական պատերազմն է, դրա հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքի փոփոխությունը, հետևողական քայլերով Դոնալդ Տրամպը գնա նրան, որ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, իսկ դրա համար, ինչպես տեսնում եք, ինքը մերձենում է Չինաստանի հետ, դա նշանակում է ավելի մոտենում է այդ խնդիրը լուծելուն։ Իհարկե միշտ տարօրինակ է, որ մեր մոտ դեռ կռիվ են տալիս ռուսական օրակարգը սպասարկելու համար, ռուսամետ ընդդիմությունը եւ իշխանությունը, ոնց որ այս աշխարհից չլնեն ու այս մոլորակից չլնեն։ Իհարկե դրանք կանրադառնանք հերթով, իհարկե այսօր հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը գնաց հովանավանք, որպեսի իր կողմից օծված այնտեղ չգիտեմ անգամ ինչ կոչեմ, ինչ էր աշխատում այնտեղ, որ դա աներ, պատարակ մատուցեր, չեմ ցանկանում երկար դրան անդրադառնամ, որովհետև եկեղեցու սպասավորները Գարեգին II-ի ղեկավարությամբ իրանք ընդդիմադիր շարժում սկսեցին նախկին իշխանություններին պաշտպանելու տարբերակով անգամ հանրահավաքներին մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում քաղաքական ելույթներ ունենում, որը այն ժամանակ ես հստակ քննադատել եմ, որ դա անընդունելի է, կտրականապես մերժելի է, նույնիսկ եթե մենք համարենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն, դա չի նշանակում, որ եկեղեցին պետք է, որ ասում ենք անջատ է պետությունից, նա պետք է ներքաշվի քաղաքական process-ների մեջ եւ դառնա ընդդիմության սպասարկում։ Բայց դրանից հետո հիմա էլ հակառակ էֆեկտը ունենք, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն անց է եկեղեցու դեմ, հարձակման, այսինքն եկեղեցուն ասում, դե ես էլ հիմա քո հրաժարականն եմ պահանջում։ Այսինքն երկու կողմն է սխալ են ժողովուրդ ջան։ Եթե որևէ մեկը ասում է մենք այս կողմից ենք եւ արդարությունն ենք ուզում վերականգնել, այդ հարցում արդարություն վերականգնել ոչ այս կողմից, ոչ այն կողմից լինել չի կարող։ Երկու դեպքում էլ պարտվելու է ժողովուրդը։ Դրա համար ինչքան էլ իրանք ողողեն այդ օրակարգը, մենք գիտենք, որ այդ օրակարգը չպետք է դառնա մերը, որտեղ մենք այդտեղ չենք կարող ոչ արդարություն որոնել, ոչ էլ կոնֆլիկտի կողմ ելնել, կամ այս կողմից կամ այն կողմից։ Երկուսն էլ մեղավոր են, երկուսն էլ անօրինականությամբ ցանկանում են իրաց խնդիրները լուծել զորբայությամբ, օրենքը ոտատակ տալով, սահմանադրությունը ոտատակ տալով, այդ դեպքում որը դեպքում պետք է լինի օրինականությունը վերականգնել, որով հաղթի։ Գարեգին II-ը հաղթեց, պետք է ասենք արդարությունը հաղթեց, թե որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, ասենք արդարությունը հաղթեց։ Այնպես որ սա համարենք, որ մեր սրբազան պատերազմը չի, սա իրանց կռիվն է, որը անիմաստ կռիվ է, զուտ սպասարկելու համար առաջիկա ընտրությունները իրանց համար օրակարգ ձևակերպեն, մահուկենաց կռիվ մղեն եւ այլ եւ այլ։ Դրա համար անցնենք մնացած խնդիրների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ J2 հանդիպումը հրաշալի էր մեր երկու երկրների համար։ Դե իր կատյունի J2, այսինքն երկու մեծ, ոնց որ մեծ յոթնյակ են ասում, մեծ 20-նյակ, ես էլ մեծ երկյակ, էլի այսպես ասած։ Հա, այս հանդիպումը կհանգեցնի երկարատև խաղաղության եւ հաջողության։ Աստված օրհնի եւ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին, գրել է ԱՄՆ նախագահ։ Երեկ էլ ենք այս թեմային անդրադարձել, նախորդ օրն էլ ենք անդրադարձել, որտեղ դա թեմա է, որ ամենօրյա այսօրվա թեմա է, որովհետեւ վերջապես ոնց որ թե Դոնալդ Տրամպը համարձակություն ունեցավ ընդունի, որ ոչ թե պետքա Ռուսաստանին իր կողմ քաշեր, Չինաստանին մեկուսացներ, այլ պետքա Չինաստանին իր կողմ քաշեր, Ռուսաստանին մեկուսացներ։ Ոնց որ թե կամած գնում է այդ ճանապարհով։ Ինչու եմ ես այդքան ուրախ, որ Չինաստանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների իր հարաբերությունները բարելավում է։ Ինչ է ես համարում եմ Չինաստանին բարեկամ պետություն, Ամերիկայի համար կամ մեզ համար իհարկե ոչ։ Ես ուրախ եմ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համընդհանուր արևմտյան քաղաքականություն են վարում եւ այդպես էլ կոչում են երկար ժամանակ հավաքական արևմուտք։ Այդ հասկանալի է ինչի համար։ Կա գաղափարական ընդհանրություն, շահերի ընդհանրություն եւ այլ եւ այլ։ Չինաստանի հետ կապված խնդիրը ուրիշ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ չի վերականգնել իր կշիռը եւ իրար համար բացարձակ իմաստ չունի, որ ինքը թշնամի հայտարարի Չինաստանին։ Այդ կռվում ինքը չի հաղթի։ Ինքը կարող է հաղթել Չինաստանին մի ձևով, այսինքն
ինքը բարեկամ է Եվրոպայի հետ միասնական քաղաքականություն վարեն, ինքը Չինաստանին առավելապես մոտեցնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դրանով կտրելով Ռուսաստանից եւ արդյունքում մենակ թողելով, թե վաղը չինական վտանգը ինչքան կմեծանա, որ արդեն օրակարգային կդառնա Չինաստանի դեմ պայքարելը մի քանի տարի հետո կամ մի քանի ամիս հետո, այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը Եվրոպայի հետ համահունչ հաղթանակ տարած ուժի դիրքերից արդարություն վերականգնած լրիվ ուրիշ է, Չինաստանը ուղղակի առճակատման չի գնա, իսկ եթե գնա էլ մենակ կմնա, իմ ասածը սա է, որ այս պարագայում Միացյալ Նահանգների շահերից է բխում Չինաստանի հետ հարաբերությունները կարգ, իդեպ Չինաստանն էլ է դրանում շահագրգռված, հիմա երկուսն էլ տուժում են, Ամերիկան սանկցիա է կիրառում, ինքն էլ է տուժում, իմաստը որն է, այդ չեղավ, որ դու ուժեղ ես, ուժեղը պետք է կարողանա թույլին պատժի, բայց դու չես կարողանում պատժես, դու էլ ես պատժվում, իսկ բայց ուրիշ խնդիրը առաջից կողը ասի, որ Չինաստանը շահագրգռված չէ արևմուտքի հետ հարաբերություն բարելավելու, 450 միլիոնանոց շուկայա Եվրամիությունը գումարած, լավ Բրիտանիան էլ գումարած թեկուզ Եվրամիություն չանդամ է, 340 միլիոն ամերիկան, ինքը ինչ խնդիր ունի, 140 միլիոնից Ռուսաստան, որին ինչ ձևով ուզի հետը կվարվի, ու չմոռանանք, եվրոպական գնորդը բավական թանկ ապրանք առնող, այսինքն Չինաստանի համար համախառն ներքին արդյունքը եվրոպական բավական բարձր է, եւ այդ պարագայում Չինաստանի ձեռնտու է առևտուր անել Եվրոպայի հետ, ավելի բարձր է Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե եվրոպական երկրներ կան, որոնց համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող բարձր է Միացյալ Նահանգներից, ապա դրանք կշիռ չունեցող երկրներ են, հիմնական միջին եվրոպականից բարձր է Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող, դա նշանակում է, որ դա թանկ շուկա է Չինաստանի համար, Չինաստանը շահագրգռված է այդ շուկայի համար, Չինաստանը չի փոխարինի դա 140 միլիոնած ռուսական շուկայով, որ 140 թղթի վրա է գրած, պատերազմից հետո այդքան էլ չկա, եւ բավական էժան շուկայով, որին ինչ կուզենա կմատակարարի, ինչ կուզենա կպարտադրի, ո՞ց կարող է պատահի, հո ապուշ չի, որ ինքը նա դրա հետ փոխի, իմաստը ո՞րն է, այսինքն ինքն էլ է շահագրգռված, բայց ոչ թե իրան անկյուն մղելու փորձեր անես, ինքն էլ դիմադրի, այլ պարզապես գործընկեր լինես, հիմա դրա համար եթե ես ճանապարհով Դոնալդ Տրամփը գնա, համարում եմ, որ շատ օգտակար է նաև աշխարհի համար, սա այնպես չի, որ ասենք դե այդ երկուսի հարցը մեզ ինչով է վերաբերում, եթե աշխարհի հարցը մեզ չի վերաբերում, ժողովուրդ ջան, ուրեմն տեղափոխվեք Հերվաշեն գյուղ, հա հանգիստ այնտեղ ձեզ համար նստեք, թարմոթը կա թումացունը կա, ինչ պրոբլեմա որ մոլորակը կվերացնեն թե չեն վերացնի, ձեզ համար ինչ տարբերություն, որ մոլորակը վերանա, Հերվաշենը չի վերանալու, եթե այդպես եք մտածում, բան չունեմ ասել, չեմ կարծում, որ ինձ լսողները այդ կարգի մարդ կարող է հանկարծ պատահաբար լինի։ Եվ հիմա շարունակությունը նայենք, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը կստեղծեն ռազմական կապի ուղիներ, հավելելով, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։ Հեքսեթը նշել է, որ զրուցել է իր չինացի գործընկեր ծովակալ Դոնգ Ցյունի հետ եւ նրանք համաձայնել են, որ խաղաղությունը, կայունությունը եւ լավ հարաբերությունները լավագույն ուղին են մեր երկու մեծ եւ հզոր երկրների համար։ Իհարկե մենք դժվար չի մեզ համար հիշողությունից վատ չենք, որպեսզի հիշացնենք նույն Հեքսեթին եւ նույն Դոնալդ Տրամփին, բա դուք ինչ էիք ասում, երբ որ ստանցնել էիք ձեր պաշտոնը, ձեր պարտականությունը։ Եվրոպայի ձեռը եք քաշել, ասում եք մեզ օվկիանոս է բաժանում, ամբողջ էներգիամտի ծախսենք Չինաստանին ծնկի բերենք, Չինաստանն է թիվ 1 վտանգը, Ռուսաստանի հետ լավ լնենք, մոռացել եք ժողովուրդ ջան։ Ես ուղղակի հույս ունեմ, որ սա վերջնական է, որտեղ այնքան են տատանվում իրանց մոտ, բայց կարծում եմ, որ արդեն եթե քայլերի հաջորդականությունը Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնել Չինաստանի հետ մերձենալ, դա այն ճիշտ քաղաքականությունն է, որի մասին պարբերաբար խոսել ենք, որ ասում ենք, եթե մի բան այդ շղթայի օղակների մեջ ուրիշ ձևի ալում, անմիջապես կարմիր լույսը վառում ու ասում ենք, ժողովուրդ ջան, ճիշտ ուղղությամբ չեն գնում, ով ուզում է դա լինի, Հայաստանի ղեկավարն էլի, Ֆրանսիային էլ, Ռուսաստանը, թե Ամերիկայինը, եթե մարդը հասկանում է, որ այդ լոգիկայից դուրս է, համարում է այդ քաղաքականությունը ճիշտ չի, հուսանք, որ գոնե այս ընթացքում, այս հարցում, որովհետև դրանով պայմանավորված է Ռուսաստան, հիմա Ուկրաինան ինքը իր ուժերով անգամ, չնայած շատ լուրջ ձևով օգնում է Եվրոպան, շատ լուրջ օգնում է Միացյալ Նահանգները, բայց ինքը իր ուժով հիմա Ռուսաստանը թաղել է խավարի մեջ։ Եթե մարդիկ կան, որոնք դա չեն նկատում, թող նկատեն։
էլ հոսանք չկա, էլ ինտերնետի վիճակն է խայտառակ, չեն նկատում, թե չեն ուզում նկատեն։ Ուկրաինան նա կարողանում դա կատարել։ Հա դուք պատկերացրեք, եթե մի քիչ ավելի ակտիվ ու ագրեսիվ աջակցություն ունենա, չնայած բավարար աջակցություն համենայն դեպս այսքանը անելու համար ունի։ Այդ Ռուսաստանը չէր, որ ըստ գրաֆիկի, ըստ պլանի Վլադիմիր Պուտինը հաղթանակ էր տոնում եւ ինչ որ հարցեր էր լուծում։ Ինչու համար ենք սա ասում, որովհետեւ բարեբախտաբար գոնե հիմա բլեֆը Վլադիմիր Պուտինի, որ ինքը ուժեղ զենքեր ունի, այլևս չի խապ։ Տրամպը նաեւ բիզնեսմեն է, ինքը եթե հասկանա, որ իրան խապել են, ու հասկանա, որ բոլորն են գլխի ընկել, որ իրան խապել են, ինքը կարա ինադի ընկնի։ Գիտեք, չէ, իր ինքնասիրությունը շոյելու, ինձ հարգում են, ինձ չեն հարգում, պետությունների քաղաքականությունը ինձ տենց էր կառուցում, ինձ հարգում է այս մարդը, դրա համար ես լավ եմ, չէ, ինձ չի հարգում, թե այսինքն հաստատ պետական մտածելակերպի ձևակերպումներ չի էլի, բայց եթե ինքը հիմա հասկանա, որ Պուտինն իրան խապել է, պետք է ինքը ու հասկանա, որ ամբողջ աշխարհը գիտեր, ինքը վերջում է իմացել, դրա հակառակը պարտավոր է ուղղակի անի, համենայն դեպս հույս ունենք, որ անի, ու մեր սպասելիքը Միացյալ Նահանգներից է։ Հիմա նայենք Ռուսաստանից ինչ են ասում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Եվրամիությունն ամեն օր զբաղված է միայն մեկ բանով՝ ինչպես ավելի շատ գումար ներդնել Կիևի ռեժիմում։ Սա իրենց լեզվով ասած ահաբեկչության հովանավորություն է, ոչ թե մասնավոր, այլ պետական հովանավորություն միջազգային ահաբեկչության։ Ահա թե ինչ են նրանք անում։ Իհարկե կշարունակենք հիմա, բայց պատկերացնում եք, ինքը պայմանագրեր է կնքում Ուկրաինայի հետ, երաշխավորում տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը Ուկրաինայի հետ համահունչ, Բելարուսի հետ համահունչ, որպես 3 արյունակից սլավոնական պետություններ խորհրդային միությունը լուծարեցին եւ ստեղծեցին ԱՊՀ ու ասեցին գնացեք մյուսների հերն անիծած կոպիտ ասած մարդիկ մամուլից իմացան, որ խորհրդային միությունը լուծարված է եւ դրանից հետո գնացին 13 օր հետո մի մասը Ալմատիում միացավ, հա բայց խնդիր, բայց ժամանակ ասում եք մենք մեր 3-ով մեր սլավոնական պետությունները արյունակից, մի քանի տարի հետո դառակ 3-ով իրար հետ թիվ 1 թշնամի։ Դու հարձակվում ես Ուկրաինայի վրա, ահաբեկիչը Ուկրաինան, հա։ Անհրաժեշտ ինքնապաշտպանության մասին կարող է պատահաբար Զախարովան լսած լինի։ Այսինքն որ լոգիկայով է Ուկրաինան ահաբեկիչ, որ դու նրա տարածքային ամբողջականությունը երաշխավորում ես եւ հարձակվում ես նրա վրա, ասում ես գիտեք ինչ, նրանց ընտրությունները դուրս չի գալի, որևէ փաստաթուղթ կարող եք հանել ցույց տակ, որ միջպետական հարաբերություններում տարածքային ամբողջականությունն է երաշխավորում ու ինքնիշխանությունը պայմանով, որ տվյալ երկրի ղեկավարի բնավորությունը դուրդ կգա, հա։ Այսինքն սա ինչ տրամաբանություն է։ Եվ այս պարագայում իրանք են հուզվում։ Երբ որ իրանց դեմ վարվում ես իրանց մեթոդներով, շատ ծանր են տանում։ Դա համարում են ահաբեկչությանը ֆինանսավորել, հովանավորել։ Բա դուք ինչով եք զբաղված։ Դուք ինչ եք անում Ուկրաինայում։ Կիևի ռեժիմ կոչվող մի ամբողջ բազմակողմանի միջազգային կառույց, որը ստեղծվել է արևմտյան փողերով, ահաբեկչական հարձակումներ է իրականացնում ինչպես իրենց համարած տարածքների քաղաքացիական բնակչության, այնպես է ՌԴ քաղաքացիների դեմ։ Այսինքն դեռ իրանք համարում են, որ ինչ որ օկուպացել են, որ իրանք սահմանադրության մեջ գրել են, այդ իրանցն է։ Ու ասում են Ուկրաինային էլ մեղադրում են, թե դու քոնն ես համարում, բա հերիք չի քոնն ես համարում, մի հատ էլ կռվում ես, մարդիկ զոհվում են։ Այսինքն իրանք համարում են, որ իրանք դու Ուկրաինա մտնեն, եւ դրա դիմաց Ուկրաինան պետք է պատասխան հարված չհասցներ, որովհետև Ռուսաստանը թույլի հետ է կարողանում, չէ, կռիվանի։ Իսկ եթե ինչ-որ մեկին էլ հաղթել է, շատ մեծ կոալիցիոն ուժերով օգնել են ինքը հաղթել է։ Իսկ հիմա ինքը դուրս է եկել այն նրանց դեմ, ում հետ ժամանակին հաղթել էր նացիզմին։ Եվ հիմա ինքը ասում է ոնց։ Միշտ ես հաղթել, այդ միշտ երբ ես հաղթել։ Լա պատմության պարտությունները նայենք, բացի դրանից էլ ի վերջո երկրորդ համաշխարհային պատերազմը, որ այդքան գովում եք, արևմուտքի աջակցությունը չլներ, կհաղթեիր, մենք կտեսնեինք, ձևը կսովորեինք։ Ինչու համար եմ ասում, սա է Ռուսաստանի վերաբերմունքը։ Այսինքն ես կարող եմ գալ սպանել, բռնաբարել, թալանել,
գրավել քո տարածքները եւ ասել եկեք բանակցենք ուժի դիրքից, որտեղ որ մենք եկել ենք դա մերն է, բայց եթե դու պատասխան հարված ես հասցնում կամ քեզ աջակիցներ կան, ուրեմն դու ահաբեկիչ ես, նրանք էլ ահաբեկչության ֆինանսա։ Եվ սա այն Եվրոպայի մասին է խոսում, որ մենք մտածում ենք, որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է, ժողովուրդ ջան։ Ռուսաստանը մեր իշխանությունները համարում են եղբայր պետություն։ Օրինակ, այդ մարդիկ այդ ամեն ինչը նայում են, չէ՞։ Եթե ես նստած ձեզ հետ միասին քննարկում ենք աշխարհում ինչ է կատարում, բայ ի պաշտոն է, որ իրանց գործի անունը դա է։ Նրանք քաղաքականություն են մշակում ու իրականացնում։ Միջազգային հարաբերություններ են կառուցում, բայց նրանք չեն տեսնում, որ Ռուսաստանը իրանց ահաբեկչության հովանավորը հայտարարում, իսկ Հայաստանը Ռուսաստանի եղբայր։ Բարդ է այդքան հասկանալ։ Եթե Հայաստանից իմ նման, մյուսի նման կարծիքներ չհնչեն, իդեպ հայկական դաշտը նաև նայում են, հասկանում են, որ իշխանության վարած քաղաքականությունը սա Հյուսային Կորեան չի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը կերազի կամաց դառնա Կիմ Չեն Ըն։ Ինքը Կիմ Չեն Ըն կդառնա, բայց Հայաստանը Հյուսային Կորեա չի դառնա։ Ու այս պարագայում նաև նայում են, չէ, որ հասարակության մեջ կան տրամադրություններ կամ կարծիքներ, որոնք չեն կիսում իշխանության կարծիքը, որ Ռուսաստանը մեր եղբայրն է։ Եթե մեր եղբայրն է, ուրեմն մեր եղբայրն է կռվում Ուկրաինայի դեմ, մենք էլ իշխանություններն ասում են, մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչում ես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դատապարտում ես տարածքային ամբողջականությունը խախտած Ռուսաստանին, թե համարում ես եղբայր, բայց ճանաչելը ո՞րն է։ Այդ ճանաչելը ինչ է տալիս, որ միտեղ իրար հետ նկարվեք, առարկայական Ռուսաստանի հետ աշխատում ես, ծրագրեր ես իրականացնում, ես անում, ես անում։ Հիմա էլ այսօր կռիվ եք տալի առաջիկա ընտրություններում Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։ Ինչ է գանում Ուկրաինայի հետ։ Բայց դրանով մարդիկ էլ դա չափում են, չէ՞։ Ու պետք չի խաբվել նրա վրա, որ ասեն, այս իշխանություններն էլ արևմուտքի հետ լավ, երբեք ավելի լավ չի եղել։ Էդ էլ բարբերաբար նայեք Վրաստանի օրինակը։ Ամբողջ կռիվը ինչ էր գնում։ Իշխանությունն ասում էր, մենք ենք իրական արևմտամետ ուժերը, մենք ենք հետևողական տանում Վրաստանը դեպի Եվրոպա։ Եվ ինչ եղավ։ Արևմտամետ ուժերը չհաղթեցին, պարտվեցին, արդյունքում տեսակ, թե ինչպիսի սանկցիաների տակ մտավ Վրաստանը։ Ավելի պարզ օրինակ էլ ինչ տեսնեք։ Այդ նույն օրակարգը մեր իշխանություններն են ասելու։ Դրա համար պարբերաբար հազանգում են, որ հետո վաղը փաստի առաջ չկանգնենք, որ ասեն դե ժողովուրդ ջան, դե իրանք էլ խոստացան, որ իրանք էլ են այդ քայլերն անում։ Եվ ուշադրություն, Եվրամիությունը տնտեսական համակարգ է, տնտեսական տիրույթ է, բայց այդ տնտեսական տիրույթ անդամ դառնալու համար քո քաղաքական մակարդակը պետք է համապատասխանի այդ երկրի համակեցության կանոններին։ Վրաստանը որպես տնտեսական տիրույթ մտնելու խնդրեմ չունի։ Վրաստանը խնդրեմ ունի իր քաղաքական համակարգով։ Վրաստանի ընտրությունները չճանաչեցին։ Վրաստանին ասին դու չես կարող Եվրամիության անդամ լինես։ Հո հարցը սոսկ մաքսային միություն մտնելը չի, ինչի Եվրամիությունը մենակ մաքսային միություն է։ Բա այնտեղ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, այդ ամեն ինչը համահունչ վերցրած համակեցության կանոնա ձևավորված, որի անդամ ես դառնում, համ էլ հետը ազատ առևտուր ես անում։ Քաղաքական մնացած հարցերը խնդրեմ ունեցավ Վրաստանը, վիզաների հարցը վերանայվեց։ Նույն հարցը մեր համար ալնելու։ Ամեն օր երբ իշխանությունն ասի մենք ավելի ջերմ ենք արևմուտքի հետ, ամեն օր ասել ենք դուք ստում եք, դուք սխալ ճանապարհով եք գնում։ Վրաստանի օրինակն է մեր աչքի առաջ։ Իսկ հիմա երեկ էլ անդրադարձանք այդ թեմային առաջորդնել, այսօր նոր հարց առաջացավ Իրանի հետ կապված, որը մեզ համար պակաս կարևոր չէ։ Ինչպես տեսնում եք, մերոնց ծպտունը դուրս չի գալի այս թեմաների հետ կապված, կարելի է կարծել նման բան գոյություն չունի։ Իրանը այլևս մեր հարևանը չի։ Կամ Ամերիկան Իրանի հետ որ խնդրեմ ունի, մենք դրանից կարող խնդրեմ չունենանք, երբ որ ուզում ենք Իրանի սահմանակից ճանապարհով այդքան կոմունիկացիաներ անցկացնենք։ Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ։ ԱՄՆ-ն նման հաղորդագրություն է ուղարկել Իրանին Օմանի միջոցով։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները,
Ինչպես տեսնում ենք, հետևողականորեն ցանկանում է Իրանի հետ հարցը կարգավորի, ճնշումը ճնշեց, բայց տեսավ, որ դրանով արդյունքի դեռ չի հասել, նորից սպառնում է, որ էլի կհարվածեմ, բայց մտածում է, գուցե կարողանանք հարաբերությունները կարգավորենք։ Ինչպես տեսնում եք, Դոնալդ Տրամպը նաև իր մեկուսացման քաղաքականությամբ չի առաջնորդվում, շատ լավ տեսնում եք։ Այն, որ անդադ խոսում էր խաղաղությունից, հիմա ինչպես տեսնում եք, այդպես չի։ Մերձավոր Արևելքում, եթե տեսնի հանկարծ ինչ-որ բան այդպես չի, ասում եմ, մենք կարանք նաև ճնշենք, խաղաղությունը պարտադրենք։ Նիգերիայում մի բան դուրներս չի գալի, պետք է պատրաստ լինենք հարվածենք։ Վենեսուելայում ինչ-որ մի բան այնպես է, պատրաստ լինենք հարվածենք։ Դուք կարծում եք, ես գտնում եմ Ամերիկան սխալ է անում։ Չէ, ընդհակառակը։ Ամերիկան վերականգնում է իրեն կշիռը, որը ունի, չնայած անդառնալի կորուստների։ Ընդհակառակը ես ասում եմ, բա այդ ասում եք մեկուսացման են գնում։ Նոր իմացաք, որ մեկուսացած Ամերիկան դա ընդամենը հյուսիսային Իսպանիան է, Մեքսիկան է, կամ հարավային Կանադան։ Ձերքա տալի դա ձեզ։ Կամ Բրազիլիան, Արգենտինան։ Չի կարող լինել մեկուսացած Ամերիկա, ո՞նց կարելի է չհասկանալ դա։ Ֆենոմենալ պետություն է, Ժորժ ջան, չեք հասկանում ձեռներդ ինչ հանգե։ Որ ուզում եք մեկուսանակ ձեզանով ապրեք։ Հենց մեկուսանակ շուտ կգա կտենակ, որ ինչքան խնդիրներ ունեք, որոնք որ լուծված չեն, որոնք որ լուծվել են աշխարհակաղակական կշռով։ Ու դրա համար ուզեմ ասեմ, եթե այսօր Դոնալդ Տրամպը նաև Իրանի հետ կապված էր մտածում, որ այնուամենայնիվ հարցը պետք է լուծի խաղաղ թե ագրեսիվ ձևով, միևնույնն է, մենք խնդիր ենք ունենալ, մենք կուզենանք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Միանշանակ մեջ շահերից է բխում, առավել ևս Միացյալ Նահանգների ներկայացվածության պարագայում, բայց հիմա տեսնենք, հարցերը այդպես է գնում։ Երեք Արաքչին էր խոսում արտգործնախարարը, այսօր նախագահ Մասուդ Փեզեշքյանը ինչ է ասում։ Կվերականգնենք Իրանի միջուկային օբյեկտները եւ կդարձնենք ավելի հզոր։ Մեր հակառակորդները փորձում են համոզել, որ մենք ձգտում ենք ռումբ ստեղծել, սակայն միջուկային զենքի օգտագործումը համարում ենք արգելված։ Գիտությունն ապրում է մեր գիտնականների գլխում եւ շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի։ Մենք կվերականգնենք եւ դա կանենք ավելի մեծ ուժով, ասել է Իրանի նախագահը։ Հիմա նայենք, փաստորեն Ամերիկան առաջարկեց եկեք բանակցությունները շարունակենք, Իրանի նախագահն ասում է բանակցությունները շարունակելու ենք, բայց խաղաղ ատոմ ծրագիրը մենք անելու ենք։ Ամերիկան ասում է չեմ հավատում, որ դու խաղաղ նպատակներով Իրանը կհարստացնես, լաբորատորիաներդ կվերականգնես, ինչ որ մի պահի ռումբ չես արտադրի։ Առավել ևս, որ հիմա շատ ավելի դժվար է ալնելու հետախուզական տվյալներով ֆիքսել, թե Իրանը ինչ մակարդակի է հարցրել ռումբի արտադրությունը։ Բայց հիմա սա տեղի է ունենում մեր հարևանությամբ, ժողովուրդ ջան։ Սա տեղի ունենում են դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Իրանի հետ պայմանավորվել ենք, Ամերիկայի հետ ինչ որ խոսել ենք, բացարձակ չի հակասում Իրանի շահերի հետ։ Կարելի է կարծել չենք տեսնում, որ Իրան եւ Ամերիկա հակասող շահեր կան, ու այդ հարցը դեռ կարգավորված չի։ Էլի մենք կարող ենք մի կողմ քաշվել ու ընդհանրապես ասել լավ թող իրանք իրանց հարցերը կարգեն, մենք այդտեղ ինչ ունենք անելու, եթե հանկարծ կոնֆլիկտի կողմ չդառնայինք Իրանի կողմից։ Այդ դեպքում նոր հիմա արդեն սսկվելը բան չի փոխում։ Ընդհակառակը ասում, բայց ձենը տենչի դուրս չի գալի։ Բայց ժամանակ բլբուլ էիք դարել։ Իրանին էիք պաշտպանում, հետո մեկ էլ տեսակ ինչ տեղի ունեցավ։ Հիմա դրա համար սրան էլ մենք պետք է ուշադրությամբ հետևենք, անկախ նայած թե մեր իշխանությունները դրան չեն անդրադառնում, դրանք զբաղված են կարևոր գործերով, ներպետական գզվռտոցներով, իրանք ոչ են կարող այդ գործերով զբաղվեն։ Իսկ հիմա նայենք, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ինչ է ասել։ Իդեպ Մարիա Զախարովան, երբ որ մոտենում է միկրոֆոնին, գիտես որ նա սուտ է ասելու, որտեղ ներկայացնել է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը։ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը ոնց խոսես սխալ է։ Նոր էլ ինքը մի բաներ ասում, դուք հասկացաք, որ դա նորմալ է, կամ որևէ անգամ եղել է, որ Մարիա Զախարովան մի բան ասի, մեկ էլ մենք տեսնենք, որ խելամիտ բան ասում, նա պաշտպանելու է ռուսական պաշտոնական տեսակետը ծայրից ծայր ստախոսություն։ Ու վերաբերվում է դա Արևմուտքին, Ռուսաստանին, Հայաստանին, բոլորին։ Բայց ինչ մեծ ֆանտազիա պետք է ունենա Նիկոլ Փաշինյանը, որ ինքը նենց հայտարարություն անի, որ Մարիա Զախարովան սխալ հանի։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ ջան ինչ օրենք ընկե։ Մարիա Զախարովան սխալ է հանում։ Ու լսում ես, ասես համար ճիշտ է ասում, որ այդ տղեն չի կարող մի հատ նենց բան խոսա, որ անգամ Զախարովան սխալ չհանի։ Ինչ է ասում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական խնդիրների մեջ մեղադրել է թուրքերին, հայերին եւ ԽՍՀՄ-ի պետական անվտանգության կոմիտեին, ԿԳԲ-ին։ ԿԳԲ-ն ստեղծվել է 1954 թվականին։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին, գրեթե 40 տարի առաջ ԿԳԲ-ի ստեղծումից, նշել է Զախարովան։ Այսինքն դուք պատկերացնում եք, այսինքն ցեղասպանության հետ կապված մեղադրում ես ԿԳԲ-ին, նայել ասում է դա ստեղծվել է 54 թվականին։ Իհարկե 54 թվականին ԿԳԲ-ն է ստեղծվել, դա հենց առաջ ուրիշ կառույց էր։ Հարցը դա չի, մենակ անունով չի հարցը, բայց հարցը ցակում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անում, գիտի չէ, այդ հայտարարությունը բոլորը լսելու են։ Այդ հայտարարությունը որ անում ես, ու գիտես որ լսելու են։ Գիտես, եղբայր քննադատում ես մեկին քննադատի։ Մեղադրում ես մեղադրի։ Ռուսաստանին մեղադրելու քիչ բան կա։ 24 ժամ Ռուսաստանի արած քայլերը մեղադրես աշխարհի հանդեպ տարածաշրջանի ու Հայաստանի չի վերջանան նյութը։ Բայց ո՞ւս կարաս մի բան ասես, որ ասեն էս Տանաշենը, այսի ճանգրագետ բան ասում։ Լավ մեր երկրի ներսում է տանգրագետ բանը ասում ես, ամեն օր անդրադառնում ենք, հուսանք, որ գոնե փոխվես, գրագետ, բայց դու չես կարա գրագետ դառնալ։ Բազա չկա, դատար կա, Ժորժ ջան։ Ոնց գալի ինձ գնում է, ինֆորմացիան գիտելիք չի, Ժորժ ջան։ Ինֆորմացիան գիտելիք չի, շատ-շատերը դրա վրա խաբվում են, որ ասում տեսեք ինչ ինֆորմացիոն հոսքեր ենք ստանում։ Հիմա էլ էս տեխնիկայի պայմաններում տեսեք ինչպիսի ինֆորմացիա է գալի։ Ինֆորմացիայի տակը եթե գիտելիք չկա, ոնց եկավ նենց գնալու է։ Այդ ինֆորմացիայով կարան նենց մանիպուլացնեն։ Այդ ինֆորմացիայով կարան դարձնեն իրաց գործիք։ Եթե գիտեն, որ դիմացինը կարա դրա վրա խաբվի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը առողջիկ ու ինֆորմացիա է լսում, բայց նրա տակը գիտելիք չկա, որ ինքը ամեն անգամ մի բան ասի, հաստատ սխալ ալնելու։ Հիմա Զախարովային ինչի չի պատասխանում, ասի տենց բան չկա։ Այդ ով ես դառը, որ դու ասես ինձ սխալ հանես։ Ամոթա, չէ։ Ո՞վ է, նա որ նա պետք է կարողանա հարցը նա չի թե մենք ինչ կարծիք ենք Փաշինյանի մասին, բայց մենք վերավորում ենք, եթե այդպիսի կարծիք ունենում են դրսից, չէ։ Հիմա նայենք, համաձայն հարցման ամերիկացիների 2/3-ը կարծում է, որ երկիրը բավականին լուրջ շեղվել է ուղուց։ Ընդհանուր առմամբ ամերիկացիները դժգոհ են, մտահոգված են, մեծամասնությունը նշում է, որ տնտեսությունը վատթարացել է այն պահից, երբ Դոնալդ Տրամպը ստանձնել է նախագահի պաշտոնը, իսկ մեծամասնությունը կարծում է, որ երկու հիմնական կուսակցությունները եւ նախագահը կորցրել են կապը։ Շարունակենք հիմա, բայց հիմա մի հատ բան նայենք։ Արդյոք այդպես է թե ոչ, իհարկե այդպես է։ Վարվող մաքսային քաղաքականությունը, տարբեր պետությունների հետ հարաբերություն կարգավորելու քայլերը ցույց տվեցին, որ Դոնալդ Տրամպը սխալ ուղղության վրա է։ Հիմա փորձում է իհարկե վերականգնել, մենակ ինքը չէ, նաև Կոնգրեսն էլ տեսնում է, որ ինչ-որ ձևով պիտի սահմանափակեն նախագահի լիազորությունները, որ չափը չանցնի, բացի այն, որ լիազորությունից դուրս չգա, անդառնալի վնասներ չհասցնի, որ հետո նույնիսկ վերանայեն, ասեն, որ դու ես համատարած ես սակագնային քաղաքականությունը, որ տանում ես աշխարհի հետ, դու այդ լիազորությունը չունես, բայց եւ միևնույն ժամանակ գոնե կարողանան դեմ առնեն։ Հիմա ինչ տվեց դա Միացյալ Նահանգներին։ Ինչ եղավ։ Մարդկանց կենսամակարդակը լավացավ, հարկերը պակասեցին, տնտեսությունը աճ ապահովեց, պետական պարտքը պակասեց, ինչ էին տենց աղմկահարույց հայտարարում, այս Իլոն Մասկն էլ գալիս է, մի հատ տեսեք ինչ բարեփոխումներ անելու, մի հատ ուր կորավ այդ ամեն ինչը, արդյունքներն ուր է ժողովուրդ ջան, այդ կառույցը ուր է, Մասկը գնաց իր ժամանակը պրծավ, Մասկը գնաց այդ կառույցն ինչ եղավ, լուծարվեց, գործում է։ Ինչ արդյունավետության խնդիրներ ա լուծել, ինչ փոխվեց այս ամեն ինչը, ժողովուրդը իր վրա ինչ է զգաց, բայց այդտենց ամպագորգոր այդ ամեն ինչը ասում էր, չէ, հուսանք, ինչպես արտաքին քաղաքականության հարցերում մի քանի ամիս հետո վերջապես Դոնալդ Տրամպը եկավ այն մտքին, որ պետք է Չինաստանի հետ հարաբերությունը լավացնել, որտեղ ուղղակի ձեռնտու չէ այս պահին Չինաստանի պես թշնամի ունենալ, Չինաստանի հետ չեմ ասի բարեկամ, բայց գոնե Չինաստանի հետ բարեկամանալը կօգնի հարց լուծել։ Նույն հաջողությամբ եւ եթե մինչեւ Ռուսաստանին չպարժես դու Ամերիկայի կշիռը չես վերականգնի։ Հուսանք, որ նաեւ ներքին քաղաքականության հարցում ինքը լրջորեն կվերանայի իր քայլերը
որովհետև ի վերջո ներքին քաղաքականության արդյունքում ինքը այդ ձայները ստացավ, չէ՞։ Ժողովուրդը ի վերջո գնաց քվեարկեց, ասեց թե լավ, դե մեր ինչին է պետք է պատերազմ էս անենք, անենք, լավ ենք ապրելու, ինչի չքվեարկենք, օրինակ որպես ինչ։ Առավելևս շատերը դժգոհ էին դեմոկրատների չափից շատ լիբերալ քաղաքականությունից, էդ էլ դա նպաստեց մեծամասամբ պահպանողական մտածելակերպ ունեցող ընտրողները գնացին եւ մերժեցին, դա էլ հասկացանք, բայց արդյունքում հիմա ժողովուրդը հասկանում է, որ այդ տնտեսական քաղաքականությունը բառից բուն իմաստով ցախողված է։ 10-ից մոտ 6 ամերիկացի Թրամփին է մեղադրում գնաճի ներկայիս մակարդակի համար, իսկ ավելի քան 10-ից 6-ը չեն հավանում, թե ինչպես է Թրամփը ղեկավարում մաքսատուրքերի, տնտեսության եւ դաշնային կառավարության հարցերը։ Մեծամասնությունը նաեւ չի հավանում, թե ինչպես է նա լուծում մի շարք այլ հարցեր։ Եվս 64% ամերիկացի կարծում է, որ Թրամփը չափից դուրս հեռուն է գնում, փորձելով ընդլայնել նախագահի լիազորությունները։ Իհարկե սա բոլորը այն հարցերն են, որի մասին մինչև այս հարցումները պարբերաբար ամենօրյա ռեժիմով խոսել ենք, հենց Դոնալդ Թրամփի ընտրվելու առաջի իսկ օրվանից, ել չեմ ասում նախընտրական խոստումները, որ ասում ենք սա իրատեսական չի լինելու, դրանից հետո նաև եկավ այս խնդիրները, որը ինքը այն ինչ որ ուզում էր, որ ինքը տարբերվի մյուսներից, եկել եմ ես նորություն, թարմություն եմ բերում ինձանով, այդ ամեն ինչը փաստորեն ցույց տվեց, որ հասարակության մեծամասնությունը համարում է չիրականացված, եթե չասենք ցախողված, որովհետև ի վերջո Դոնալդ Թրամփը ինստիտուցիոնալ կուսակցական չի։ Եթե նույնիսկ մի անգամ նախագահ է եղել, երկրորդ անգամ է նախագահ եղել, մեկը նա չի դիտարկվում որպես կուսակցական չինովնիկ ֆունկցիոներ, որի պարագայում համենայն դեպս դրա համար շատ բաներ ասում են Տրամփը այսպես արեց, ոչ թե կուսակցությունը կամ Տրամփը այսպես արեց, ոչ թե Ամերիկան։ Ինչի են տարանջատում, որովհետև այդ սպասելիքները առանձնացված ելնելը պետք է մարդկանց դուր եկա, որ ասին, հա, երևի մի հատ նորություն ու թարմություն կբերի, հոգնեցինք այդ ֆունկցիոներներից, հոգնեցինք այդ չինովնիկներից, բյուրոկրատական ապարատից, լավ տենանք այս բիզնեսմեն ընկերը ինչ է անում, բայց բիզնեսմեն ընկերը առաջի պաշտոնավարման եւ երկրորդ պաշտոնավարման սարեր ծորեր տարբերություն կա, այդ երկուսին բաժանում է ուկրաինական պատերազմը, նոր աշխարհակարգը։ Եթե ինքը այդ բարերը հաղթահարելու ընթացքում նախագահ չի եղել, ու անդադ ասում է ես ելնեի պատերազմ չէր ելնի, ոչ, դու նախագահ չես եղել, բայց այնքան աշխարհակաղակական խնդիրներից կտրված ես եղել, որ չես պատկերացել, որ երկրորդ պաշտոնավարումը առաջինից տրամագծորեն տարբերվում է։ Եվ լրիվ այլ որակի քաղաքականություն է պետք։ Հուսանք, որ այս հարցում էլ որոշ ժամանակ հետո ես, ասենք, ուրախությամբ կարող եմ ասել, որ Դոնալդ Թրամփը դա էլ վերանայեց, ի վերջո մարդը իր ժամկետի ընթացքում այն ինչ որ ինքը կանի Ամերիկայի համար, կանի նաև աշխարհի համար, կանի նաև Հայաստանի համար, ի վերջո մենք ինչ ենք ակնկալում աշխարհում։ Աշխարհը ուժի դիրքերից, որ աշխարհը բաժանեցին, մենք դրանից օգտվելու ենք, մենք ումից ենք ուժեղ, որ ասենք մենք կմտնենք, զորբայություն կանենք, ուրիշից տարածք կվերցնենք։ Մենք նման խնդիր այսօր չունենք, չէ՞ մեր առաջ դրված։ Ուրեմն մեր շահերից է բխում, որ թույլի իրավունքը հարգվի։ Առավել ևս մեր շահերից բխում, որ այդ իրավունքը հարգվում է համակարգային ձևով Եվրամիության անդամակցության պարագայում, որ շատ արագ այլևս խնդիր չի առաջանում, ով է փոքր պետություն, ով է մեծ, ով է թույլ, ով է ուժեղ, որովհետև դա մի ընդհանուր շուկա է, ընդհանուր համակեցության կանոններ, ազատ վիզայի ռեժիմներ, ազատ սահմաններով անցի գնա ինչ ուզում ես արա, որտեղ ուզում ես աշխատի, դու պահանջված աշխատուժ ես, ուրեմն նշանակում է այդ 27 պետությունում ցանկացած տեղ քեզ կարող են աշխատանքի ընդունել, այս ամեն ինչը ինչի մասին է խոսում։ Մենք դա ենք չէ պատկերացնում։ Քանի դեռ մենք չենք դառել համակարգի անդամ, որ երաշխավորված լինի մեր բարեկեցությունն ու անվտանգությունը, իսկ մենք աշխատող ազգ ենք։ Մենք աշխատող ազգ ենք նաև խորհրդային միության ժամանակ, որ տոտալիտար պետություններ, ինչքան գործարաններ կար Հայաստանում, ասում են ինժեներական միտք, ինտելեկտուալ մարդիկ, ինչպիսի կոոպերացիաներ կա աշխարհի տարբեր ծերերից մասեր էին բերում հայերը հավաքեն, որովհետև ինչքան ռազմական գործարաններ կար։ Ինչ էին արտադրում, ոնց էին անում փակ գործարաններ, դե մարդիկ գիտեին, որ դա ռազմական է, հա անուններ մտամ չգիտեին, ով չգիտեր։ Այդ ամեն ինչը ինչի համար էր, որտեղ ասում են հայերը զարգացած են ինտելեկտուալ են։ Հայերի զարգացածվածությանն ու ինտելեկտուալին բան չի պատահել։ Երբ որ ասում են, որ մեր մոտ կրթությունը վատ է, որովհետև դրա մայլ վատ են ապրում, Հայաստանի ստացած կրթությունով գնում են իրանց դիպլոմը
վավերացնում են, հաստատում են որևէ երկրում, եվրոպական ամենազարգացած երկրում, Միացյալ Նահանգներում եւ կարճ ժամանակ հետո մարդիկ իրանց խելքով օտար երկրում օրենքներ չիմանալով, օրենքները զուգահեռաբար սովորելով, համակեցության կանոնները սովորելով մրցունակ աշխատուժ են դառնում, բա ոնց հալնում, Հայաստանի դիպլոմով չի։ Հայաստանի դիպլոմով Հայաստանում սովամահ են ելնում, Նիկոլ Փաշինյանն ասում է մեղավորը դուք եք, Հայաստանի դիպլոմով գնում են աշխարհի ամենաբարեկեցիկ երկիր, վերապատրաստվում են շատ կարճ ժամանակ, Հայաստանի դիպլոմով մրցունակ աշխատուժ են, գիշեր ցերեկ էլ աշխատում են, չեք նկատում դա։ Ուրեմն այդ մարդիկ Հայաստանում չեն ուզում աշխատել, ուզում են նպաստ ստանան պետությունից, որ անընդհատ Փաշինյանն ասում է չեն ուզում աշխատեն, նպաստ ստանան, մենք պետք է նենց անենք, պետք չի նենց անես աշխատեն, մարդիկ երազում են, որ աշխատեն, մարդիկ, որ գնացել են Մեքսիկայի բանտերն են ինգե մենակ գնան մի երկիր, որտեղ աշխատեն ու ապրեն, ուրեմն չեն ուզեցել Հայաստանում աշխատեն։ Այն ճանապարհներով, որով հասնում են Եվրոպա, այն տանջանքով, որով հասնում են Ամերիկա, որպեսզի այնտեղ կարողանան աշխատեն, այդ մարդիկ աշխատող չեն, կամ Ամերիկայում ու Եվրոպայում կարաս չաշխատես ու ապրես։ Պետք չի խաբվել նրա վրա, որ նպաստներ բան ստանում են։ Այդ էլ տալիս են, որ մարդը չմեռնի, որ սկսի աշխատել։ Եվ աշխատում են։ Հարցրեք, ինչքան ժամանակ հետո են այդ մարդիկ դառնում նորմալ մրցունակ աշխատուժ։ Այս ամեն ինչը մենք պետք է նայենք, որտեղ մեր դեմը ընտրություններ է, նորից պետք է գնակընտրեք այն մարդուն, որն ասում է դուք տգետ եք, դրա համար սոված եք, դուք մեղավոր եք, տգետներ ընտրեք Փաշինյանին, տգետին եւ գնացեք սովամահ եղեք։ Չեք ուզում Հայաստանից գնացեք։ Էսա։ Հիմա մի բան Facebook-ը հիշացրեց, պատերազմի դաժան օրերից մի օր, որ 2020 թվականի նոյեմբերի 2 դե հիշում եք նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվեց 9-ի լույս 10-ի գիշերը, բայց այդ ժամանակ ինչ մթնոլորտ էր Հայաստանում ու ինչ վիրավորական մթնոլորտ, ինչ հարցեր էին լուծում պատերազմի ընթացքում, թե իշխանությունը ինչ հարցեր էր լուծում, այդ հետո պարզեցինք, այս հիմա իմացանք ինչա կատարվել, բայց ինչ էր անում նաև ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որ այսօր էլ է իրան ճղում, այն ընդդիմությունը, որ ասում է թե մենք հլեինք սենց կանեինք, հիմա կարդամ ինչին է վերաբերում, ով է մեղավոր, որ այս բախտորոշ պահին փրկիչը չի կարող մեզ փրկել կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Նորից հիշեցնեմ 2020 թվական նոյեմբերի 2 պատերազմի ավարտից մի շաբաթ մոտավորապես առաջ։ Երբ կորոնավիրուսը սկսվեց տարածվել Հայաստանում, իսկ Ռոբերտ Քոչարյանն ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում էր, նրա փաստաբաններն ու աջակիցներն ինչ աղմուկ աղաղակ ասես, որ չգցեցին։ Փաստաբանները դիմումներով ու միջնորդություններով ողողեցին բոլոր դատական ատյանները, հղում կատարեցին բժիշկներին, որ Քոչարյանը ծեր մարդ է, ռիսկային տարիքի, վիրահատություններ տարած ու օրգանիզմը թուլացած, ու եթե նա վարակվի կորոնավիրուսով, ապա կարող է մահանալ կամ էլ բուժվել, սակայն օրգանիզմին կհասցվի անդառնալի վնասներ։ Իսկ թե ինչ էին անում նրա աջակիցները դատարանի դիմաց ու դահլիճում, համացանցում ու ԶԼՄ-ներով, կոլեկտիվ միջպետական նամակներ պատրաստելով ու Ռուսաստանից մեր իշխանությունների վրա տաղաբերելով ի պաշտպանություն Քոչարյանի, սարսափելի է անգամ հիշել այդ բոլորը։ Պահանջում էին բաց թողնել մեր երկրի միակ փրկիչին ու անմիջապես վարչապետ նշանակել, դե պարզա փրկիչը ճակերտների մեջ, որպեսի կարողանա երկիրը դուրս բերել կործանումից։ Անգամ չէին խորշում սրիկայական վարկածներ առաջ քաշելով, իշխանություններին մեղադրել, թե դիտավորյալ են պահում բանտում, որպեսի վարակվի կորոնավիրուսով ու մահանա, դրանով իսկ շարքից անեն իրենց մրցակցին, իրենց ահուսարսափին։ Քոչարյանը դուրս եկավ բանտից, նրա աջակիցները տոնեցին իրենց հաղթանակը, որ դա տեղի ունեցավ իրենց ճնշման արդյունքում, բայց հիմա երբ եկավ այս բախտորոշ պահը, որ նա պետք է մեկներ Մոսկվա ազգափրկիչ առաքելությամբ, պարզվեց վարակված է կորոնավիրուսով։ Այսինքն ասում էին Քոչարյանը գնալու է Մոսկվա Պուտինի հետ պատերազմի հարցը լուծի հօգուտ Հայաստանի։ Չեն էլ խոսում պատերազմը դադարեցնելու մասին։ Ուղղակի հարցը կլուծի։ Թողեք բանտից դուրս գա գնա լուծի։ Դիմել է Փաշինյանին, ասում է թողեք գնամ լուծեմ։
եւ հարցը նա էր, այսինքն եթե չի գնում, դուրը դուք չեք ուզում հարցը լուծվի, բայց հենց դուրս եկավ, պարզվեց ինքը կորոնավիրուսով վարակված է, չի կարող գնա։ Պուտինի հետ եթե ընկեր էիր ու կարայր գնայր հարցը լուծեիր, հեռավար կապով լուծեիր, եթե լուծող էիր։ Թե դրա ամբողջ նպատակը նա է շանտաժանելով բանտից դուրս գալ։ Հիմա շարունակությունը կարդամ։ Հիմա ինչ անենք, դատի տանք Քոչարյանի աջակիցներին, որ չկարողացան փրկել ազատության մեջ գտնվող մեր փրկիչին, թե դարձյալ իշխանություններն են մեղավոր, որ տուր տալով ճնշումներին բաց թողեցին նրան բանտից։ Ու առավել անպատվաբեր է նրա կողմնակիցների համար այսքանից հետո խոսել, թե հենց իշխանությունները նեղն են ընկնում, Քոչարյանին են դիմում։ Չէ որ Քոչարյանն է ընտրել ժամանակը, երբ գնա Մոսկվա, ինքն է դիմել Փաշինյանին ու ստացել դրական պատասխան, որից հետո չի կարողացել գնալ հայտնի պատճառով։ Էլ ինչ եք ասում։ Ավելի լավ չէ լռեք, մարդիկ էլ կամաց թեման մոռացության տան։ Էլ չհիշեն ու չհիշեցնեն, որ առնվազն 4,500 տարվա քաղաքակրթություն ունեցող մեր ավետյաց երկիրը կործանվելու է, եթե փրկիչը չբուժվի, կամ էլ բուժումն անհետևանք չանցնի։ Շուտապույտ ապաքինում եմ մաղթում բոլոր հիվանդներին, մասնավորապես ռիսկային տարիքում գտնվողներին ու հատկապես Քոչարյանին։ Բայց եթե Աստված մի ար ասե իրեն հետ մի բան պատահի, ինչ է հայ-ռուսական հարաբերությունները հետն ենք դնելու, թե էլ ինչ մանրանանք, ասում էին չէ, որ մենակ ինքը կարող է երկիրը փրկել կործանումից, միանգամից Հայաստանը հետը դնենք։ Հետո էլ մեղադրում են անփորձ հեղափոխականներին, որ կարծում են, թե Հայաստանն իրենցից է սկսվում, իրենք էլ փորձառու են ու կարծում են, թե Հայաստանն իրենցով է ավարտվում։ Սա ինչ հայավարի սինթեզ է ֆրանսիական երկու հայտնի արտահայտությունների՝ Հայաստանը մենք ենք ու մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Իսկ այն, որ Քոչարյանի Մոսկվա գնալն անիմաստ էր, պարզ էր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակներից փոքրիշատե գլուխանող յուրաքանչյուրին։ Այսինքն ժողովուրդ ջան, ես ճղճին ձևով փորձել են ասել, բանտից բաց թողեք գնանք Արցախի հարցը լուծենք, բանտից բաց են թողել հիվանդացել է, ասում են բանտում ուզում են մեզ հիվանդացնեն, բանտից դուրս իրանց տանը հիվանդացել էր։ Էս էր այս մարդկանց մակարդակը, հիմա կռիվ են տալի այս նույն իշխանության հետ, թե ով պետք է Հայաստանը շարունակի ղեկավարել։ Դուք գտնում եք, որ այս երկու թիմերից որևէ մեկը պետք է Հայաստանը շարունակի ղեկավարել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։